Այսօր զրուցում ենք Հայ ազգային կոնգրես կուսակցության նախընտրական ցուցակի 3-րդ համար քաղաքագետ Տաթև Զորյանի հետ։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի փոխարեն այս անգամ կուսակցության նախընտրական ցուցակը եւ վարչապետի հայտը գլխավորում է Լևոն Զուրաբյանը, առաջին անգամ այս կուսակցության պատմության մեջ։ Սա ամենակննարկվող քաղաքական թեմաներից է, համոզված եմ այս մասին բազմիցս խոսել եք, բայց այնուամենայնիվ ուզում եմ հարցնել, ինչ է նշանակում այս փոփոխությունը կոնգրեսի համար եւ ընտրողը ինչպես է ընկալում Լևոն Զուրաբյանի կերպարը որպես երկրի ղեկավարի դերում։ Փոփոխությունը լիովին տեղավորվում է Հայ ազգային կոնգրեսի տրամաբանության եւ անցած ճանապարհի սկզբունքների մեջ, ինչու որովհետեւ Լևոն Զուրաբյանը ի սկզբանե ակունքներում կանգնած եւ մեծ քաղաքական ճանապարհ անցած պետական գործչի կարիերա արած քաղաքական պետական գործիչ է եւ այս շրջափուլում պատմական քաղաքական այս շրջափուլում լիովին համապատասխանում է մեր ցուցակը գլխավորելուն։ Իսկ սերնդափոխությունը ինչպես բոլոր քաղաքական թիմերում մեր թիմում եւս բնական ճանապարհով տեղի է ունենում եւ բնականաբար իդեմս Լևոն Զուրաբյանի մենք ունենք բացառիկ կայացած ունակ նաև երկրի ապագա ղեկավարի ունակություններ ունեցող հմտություններով օժտված քաղաքական գործչի։ Իսկ հանրության ընկալումները։ Հանրության ընկալումների մասին ինֆորմացիա մենք կստանանք հունիսի 7-ի ընտրությունների հետո։ Իսկ քարոզարշավի ընթացքում քարոզարշավի ընթացքում բացառիկ դրական վերաբերմունք ունեն քաղաքացիները մեր քաղաքական թիմի եւ մեր ցուցակը գլխավորող Լևոն Զուրաբյանի նկատմամբ շատ գեղեցիկ, շատ դրական կոմունիկացիայի են գնում մեզ հետ, հարցեր են տալիս, իրենց հուզող հարցերի պատասխաններն են ստանում, այսինքն ցանկացած շփում, ցանկացած մարզում կամ ցանկացած բնակավայրում, այսպես գեղեցիկ, բարի դրացիական քննադատություններ հնչում են։ Արդյոք կա որևէ քաղաքական թիմ կամ քաղաքական ուժ, որի հասցեին քննադատություններ չեն, բնականաբար հիմնականում ինչի համար են քննադատում, ինչ են ասում։ Հատկապես մարզի բնակիչները։ Քննադատությունները ավելի շատ հնչում են վիրտուալ տարածքում, իսկ Հայ ազգային կոնգրեսին ուղղված քննադատությունները որպես կանոն իրացիոնալ մակարդակում են։ Մեզ մեղադրում են այնպիսի մեղքերի կամ արարքների մեջ, որոնց անմիջական պատասխանատուն մենք չենք եղել, թեկուզ եւ նրա, որ երկիրն այսօր այս իրավիճակում է կամ Արցախը այլևս հայկական չի, կորցրել ենք Արցախը, չգիտակցելով, որ Արցախի կորուստը տեղի ունեցել բոլորովին այլ քաղաքական ուժի իշխանության օրոք եւ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ վերջինիս քաղաքական ուժը որևէ կերպ պատասխանատվություն չեն կրում այդ պատմաքաղաքական աղետի համար։ Տեսեք, մինչ ընտրաշավի մեկնարկը ՀԱԿ-ը բանակցում էր Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստան կուսակցության եւ ընդդիմադիր այլ ուժերի հետ մեծ կոնսոլիդացիա ձևավորելու համար, ինչը սակայն չստացվեց եւ հիմա դուք գնում եք ընտրության առանձին։ Այո։ Պարոն Զուրաբյանը հայտարարել է, որ ցուցակը մարտունակ է եւ դուրս է գալիս ճակատամարտի։ Այո։ Մենակ դժվար չէ ճակատամարտել մյուս մեծ բևեռների հետ։ Տեսեք, Հայ ազգային կոնգրեսը եղել է այն քաղաքական ուժը, որ կոնսոլիդացիայի դիրքերից հանդես է եկել նաև 2021 թվականին, որը ինչպես տեսանք նույնպես վիճեցվեց, 26 թվականը բացառություն չէր եւ կոնսոլիդացիան ինքնանպատակ չէր, մենք այդ կոչերը անում էինք հիմքում ունենալով պետականության փրկության առաջնահերթությունը, քանի որ բոլորս էլ հասկանում ենք, որ երկիրը գտնվում է էգզիստենցիալ խնդրի, գոյաբանական խնդրի առաջ։ Իսկ ճակատամարտի գնալը, այո, մենք միշտ ենք գնացել ճակատամարտի ու հատկապես մենք, ինչու, որովհետև մենք պետականություն ստեղծած, այս պետականությունը հիմնադրած քաղաքական ուժն ենք եւ հիմնադրածի հոր իրավունքով, այսպես ասած, այդ պետականությունը ստեղծածի իրավունքով փորձում ենք մինչև վերջ ուժերի ներածին չափով պաշտպանել։ Հարցը հետեւյալն է, դժվար չէ մենակ պայքարել ճակատամարտել։ Դժվարը միշտ է դժվար, բայց դժվարությունից մենք չենք խուսափում։ Առաջին նախագահը իր վերջին հայտարարություններում նշել է, որ իրեն ոչ թե ընտրությունների բեմադրությունն է ճակերտավոր հետաքրքրում, այլ հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական լինել երկրի համար։ Ինչ վտանգների մասին նախազգուշացնում Լևոն Տեր-Պետրոսյանը։ Լևոն Տեր-Պետրոսյանը նման վտանգների մասին միշտ է զգուշացրել, որովհետև այսպիսի խութերով տարածաշրջանում գտնվելով եւ այսպիսի գոյաբանական խնդիրների առաջ գտնվելով Հայաստանի համար ցանկացած փոքրիկ կայծ, ցանկացած փոքրիկ հետընտրական խժդժություն կամ այսպես լարվածություն կամ բախում կարող է ճակատագրական նշանակություն ունենալ, քանի որ մենք չունենք կայացած ինստիտուցիոնալ խաղաղություն, ինչպես որ թմբկահարում է իշխանությունը, 4 կողմից գտնվում ենք թշնամական պետությունների կողմից վերցված ակցիանի մեջ,
ունենք բոլորովին չլուծված գոյաբանական հարցեր, ազգային անվտանգության խնդիրներ եւ հետեւաբար այդ պարագայում հետընտրական զարգացումների այսպես ընթացքից մեծապես կախված է թե հետագա ինչ ընթացք կունենա մեր ողջ պետությունը եւ ամեն գնով պետք է խուսափել նման սցենարից քաղաքացիական պատերազմ, զինված բախումներ, ռազմական բախումներ, որոնք կարող են պարարտող հանդիսանալ թշնամական պետությունների էքսպանսիայի կամ թշնամական ներխուժումների համար։ Հիմա ո՞ր սցենարն է ըստ ձեզ ամենահավանականը։ Տեսեք, Վատագույն սցենարով, եթե մտածենք, ինչ կարող է լինել։ Քաղաքացիական պատերազմի վտանգը միշտ առկա է լինում, միշտ հետընտրական ցանկացած process-ում, մանավանդ երբ ընտրությունների թիկունքին, այսպես ասած, կանգնած են աշխարհաքաղաքական կենտրոններ, ուժեղ խաղացողներ, իսկ 2026 թվականի ընտրություններին, ինչպես տեսանք, դա գործում է։ Սա աշխարհաքաղաքական կենտրոնների բախման թատերաբեմ հիշեցնող ինչ-որ ընտրապայքար է, որովհետև Արևմուտքն ու Ռուսաստանը պայքարում են իրենց շահերի ռեալիզացման համար, Արևմուտքը իդեմս Փաշինյանի վերարտադրության տեսնում է կանաչ գիծ կամ կանաչ ճանապարհ իր կողմից հետապնդվող այսպես տնտեսական եւ քաղաքական շահերի իրականացման համար, Ռուսաստանն էլ բնականաբար չի փորձում կամ չի ցանկանում զիջել տարածաշրջանում իր հեգեմոնիկ դերը եւ հետեւաբար մեր ապաշնոր իշխանությունների ջանքերով եւ գործուն մասնակցության պայով մենք դարձել ենք պրոքսի պատերազմների բախման թատերաբեմ, որը հղի է շատ լուրջ վտանգներով, էգզիստենցիալ բնույթի վտանգներով։ Տեսեք, առաջին իսկ կետում ձեր նախընտրական ծրագրի նշված է, որ ՀԱԿ-ը պատրաստվում է բացառել Հայաստանի միակողմանի կախվածությունը Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Ինչպես է գործնականում հավասարակշռելու գերտերությունների շահերը Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Շատ լավ, տեղին հարց տվեցիք։ Տեսեք, թմկահարվում է վերջին շրջանում TRIP հայտնի այդ նախագիծը, որը ներկայացվում է որպես դարի գործարք, բայց իրականում դարի գործարքը իր մեջ պարունակում է շատ լուրջ խութեր եւ վտանգներ Հայաստանի Հանրապետության համար, ինչու, որովհետեւ նա չի հավասարակշռում աշխարհաքաղաքական խաղացողների բոլոր խաղացողների շահերը։ Իսկ եթե մի ծրագիր իր կոնտեքստից, իր բովանդակությունից դուրս է թողնում այլ խոշոր խաղացողների շահերը, բնականաբար ինչ որ մի պահի դառնալու է զենք ուղղված մեր դեմ։ Բայց մինչև այդ էլ միակողմանի էր, չէ՞, մի տեսակ կարծես թե միայն Ռուսաստանի շահերն էր պաշտպանվում, Միացյալ Նահանգների շահերը երբեք չի վերջի պաշտպանվել։ շրջանում, վերջի տասնամյակներում, այո, մեր արտաքին քաղաքականությունը, կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունից շեղվել էր որպես դեպի այսպես պրոտեժական քաղաքականության հուն, որը ես կրկնում եմ շատ վտանգավոր է եւ մեր նման փոքր պետությունների համար առհասարակ պիտի լինի անկյունակարը հետեւյալը մեծ տերությունների բախման թատերաբեմում նվազագույն կորուստներով դուրս գալ կամ առհասարակ ձգտել առանց կորուստների դուրս գալ։ Իսկ Հայ ազգային կոնգրեսի առաջարկած հավասարակշռող գործիքը հետեւյալն է՝ TRIP plus BRICS-ը, որը ենթադրում է հյուսիս-հարավ երկաթուղու կառուցում, որը հավասարակշռելու է ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ադրբեջանի, Թուրքիայի էգզիստենցիալ շահերը, այլ նաև Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի, Հնդկաստանի ի վերջո, որոնք խոշոր աշխարհաքաղաքական խաղացողներ են։ Բնականաբար համաձայն են, դուք եթե հետևել եք իրանական մամուլին, Իրանն արդեն իսկ wording-ի մակարդակով, քաղաքական դիվանագիտական wording-ի մակարդակով հանդես է գալիս TRIP նախագծի դեմ, բնականաբար նա թույլ չի տա հակաիրանական ինչ-որ ծրագիր ի վերջո TRIP-ի նպատակը պարարտող ստեղծելն է տարածաշրջանից Ռուսաստանին եւ Իրանին դուրս հանելու կամ նրանց ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար։ Այդ բոլորը գիտակցում են իրենք բնականաբար իրենց շահերի տեսանկյունից։ Հարցը այն չի, այդ պետությունները կհամաձայնեն թե ոչ, հարցը այն է, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունը կկարողանա դառնալ այդ հանգույցը, այդ աշխարհաքաղաքական կենտրոնների այսպես համախմբման կետը, միավորման կետը, թե չի կարողանա։ Մինչև այս պահը չի կարողանում, իսկ Հայ ազգային կոնգրեսը բնականաբար գործուն պլանն է առաջարկում այդ ամեն ինչի, եթե մենք գանք իշխանության, մենք այդ ամեն ինչի բանալին ունենք եւ հետեւաբար Հայաստանը կդառնա ոչ թե պրոքսի պատերազմների թատերաբեմ, ինչպես որ Նիկոլ Փաշինյանի ապաշնոր իշխանության օրոք դարձավ։ Իսկ բանալի ասելով ինչ նկատի ունեք։ Երկիր կամուրջ հեղինակությունը միգուցե նաեւ հաշվի է կառնում։ Դիվանագիտական հմտությունները, երկիր կառավարելու կարողությունները, մենեջմենթի կարողությունները, պրագմատիզմը, աշխարհաքաղաքական բարդագույն իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու ճկունությունը եւ բազմաթիվ այլ ունակություններ, որոնք անհրաժեշտ են առնվազն այն էլիտայի համար, որը որ կոչված է ղեկավարել
հայտարարել տվյալ պետությունը։ Շատ լավ։ Ծրագրի ժամանակակից եւ առաջադեմ դրույթների մասին ի դեպ ի զարմանս ինձ բավականին առաջադեմ բաներ եք նախատեսում։ Առաջարկում եք ոստիկանության համակարգում ներդնել արհեստական բանականությամբ կառավարվող ավտոմատացված արձանագրման ալգորիթմներ մարդկային գործոնը բացառելու համար։ Կբացատրեք նախ սա ինչ է։ Առհասարակ զարմանալու բան չկա, թե ինչու է Հայ ազգային կոնգրեսի ծրագիրը ինովացիոն եւ առաջադեմ։ Մենք առաջադեմ քաղաքական ուժ ենք, պրագմատիկ եւ աշխարհի այսպես տենդենսներին եւ ինովացիաներին համընթաց քայլող։ Ես ուրախ եմ, որ մեզ հաջողվել է ձեզ զարմացնել, հուսով եմ շատերին ենք կարողացել զարմացնել։ Այո, մեր ծրագրի մեջ ոչ միայն ոստիկանական համակարգի, այլ նաեւ բազմաթիվ այլ համակարգերում մենք նախատեսում ենք արհեստական բանականության եւ թվային կառավարման ներդրումը։ Թվային կառավարումը ենթադրում է մարդկային գործոնի դերի նվազեցում, ինչու հատկապես ոստիկանության համակարգում։ Ոստիկանության համակարգում կոռուպցիոն ռիսկերը մեծ են։ Պատրոնաժությունը մեծ է, նեպոտիզմը մեծ է, հովանավորչությունը մեծ է, այսինքն բոլոր այն համակարգերում, որոնք կոչված են ապահովել տվյալ պետության ներքին կարգու կանոնը, ազգային անվտանգության հարց են լուծում ի վերջո, բայց նաև խոցելի են ինչ-ինչ կրիտերիաներով, թվարկածս կրիտերիաներով, հետևաբար մարդկային գործոնը պիտի նվազեցվի ու պիտի կառավարումը տեղի ունենա ժամանակակից սկզբունքներով, որպեսզի մենք կարողանանք աշխարհին համընթաց քայլել ի վերջո։ Վարչեր լինի նաև սինխրոնացնել արդարադատության համակարգը այս նույն արհեստական բանականության առհասարակ եթե արհեստական բանականությունը աշխարհում այսպես մեծ բարձունքներ է գրավում, մենք ինչ որ մի պահի պետք է բոլոր համակարգերում, կառավարման բոլոր համակարգերում դա ներդնենք, առանց դրա ոչինչ տեղի չի ունենա։ Իսկ մենք նույնիսկ մեր թղթաբանությունը, բյուրոկրատիան, պետական կառավարման համակարգի բյուրոկրատիան, թղթաբանությունը այնքան մեծ մակարդակ է, որ ես նույնիսկ ապշում եմ այս լուսավոր դարում, այս լուսավոր հնարավորությունների շրջանում այսքան թղթաբանություն, բյուրոկրատիա իրականացնել, այն դեպքում որ հնարավոր է այդ ամեն ինչը մաքսիմալ կրճատել եւ թվայնացնել, ես ուղղակի ապշում եմ։ Իսկ մենք այդ ամեն ինչի լուծումը ունենք։ Շատ լավ, կրթության ոլորտում էլ կրկին առաջադեմ մտքեր կան, ՀԱԿ-ը առաջարկում է ներդնել բակալավրիատի կարճ շրջափուլ short cycle։ Այո, short cycle։ Ինչ է սա իրենց ներկայացնում եւ ինչ խնդիր է լուծելու աշխատաշուկայում։ Տեսեք, առհասարակ հիմնական մասնագիտական կրթությունը տալիս է master's degree կոչվածը մագիստրոսի կրթությունը եւ բացի այդ short cycle-ը հնարավորություն է տալիս ուսանողներին շատ արագ հմտանալ, կոմպետենցիաներ ձեռք բերել տվյալ մասնագիտական ոլորտում եւ դառնալ կադրեր արդեն պատրաստ աշխատաշուկայում ներգրավելու եւ միաժամանակ այդ ուսումնարանները, տեխնիկումները եւ գործող այդ կառույցները բնականաբար նրանց վերացնելու մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ զուգահեռ նրանց պետք է գոյություն ունենա։ Իհարկե, այդ խոսքը բարձրագույն կրթության մասին է, այսինքն բուհական, հետբուհական կրթության այդ համակարգի մասին է, մենք ուսումնասիրել ենք լավագույն փորձը, աշխարհի լավագույն փորձը եւ իմպլեմենտացիայի ենթակա փորձը։ Վերջո միայն լավագույն լինելն էլ բավարար չի, պիտի նաեւ կարողանաս հասկանալ տվյալ փորձը իմպլեմենտացիայի ենթակա է, թե ոչ քո մենթալիտետ գոյություն ունի ի վերջո, համակարգեր գոյություն ունեն, ի վերջո սովետական, հետսովետական կրթական մշակույթ գոյություն ունի, այդ ամեն ինչը հաշվի առնելով մենք փուլային ինովացիոն կրթական համակարգ ենք ձևավորելու, որը լիովին ռեալ է մեր իրականության պայմաններում։ Խոսում եք օրգանիկ Արմենիա միասնական պետական հովանոցային բրենդի ստեղծման մասին։ Ինչ ժամկետներում, ինչ միջոցներով է դա ստեղծվելու, պետությունը կարողանալու է արդյոք այդ արտադրանքը հասցնել պրեմիում շուկաներ աշխարհի առողջապահ։ Ժամանակակից աշխարհում օրգանիկ արտադրանքը մեծ պահանջարկ ունեցող արտադրանք է, շատ մեծ պահանջարկ ունեցող, այլ հարց է մենք կարողանում ենք այդ արտադրանքը ապահովել թե ոչ, եթե մենք կարողանանք այդ արտադրանքը սեմ ժամկետներում ապահովել, բնականաբար իրացման շուկաներ, իրացման ճանապարհներ եւս կարողանանք գտնել, դա հաշվարկված այսպես սխեմա է, որը հաստատ կյանքի է կոչվելու, ռեալիզացվելու է։ Ուղղակի այս պահին ես կոնկրետ Հայաստանի Հանրապետությունում չեմ տեսնում օրգանիկ արտադրություն տվող ինչ-որ ընկերություններ կամ դրանց թիվը հաստատ։ Սա դուք ուզում եք բրենդ դարձնել օրգանիկ։ Այո, Հայաստանը օրգանիկ արտադրանքի բրենդ կարող է դառնալ ինչ որ մի պահից սկսած։ Հասկացանք։ ՀԱԿ-ը հայտարարում է, որ կարգելվի հանքարդյունաբերության հետագա զարգացումը, կփակվեն եւ կկոնսերվացվեն Երևանի օդը աղտոտող հանքերը։ Այո, դա ինչպես է փոխհատուցվելու բյուջեի եկամուտների հնարավոր կորուստը, որ այսօր ապահովում է հենց այդ ոլորտը, հանքարդյունաբերությունը։ Իրականում առողջ հասարակություն ունենալը այս պարագայում շատ ավելի կարևոր է Հայաստանում ու առհասարակ հանքարդյունաբերական այդ ոլորտներին մոտ գտնվող
բնակավայրերի օդը բավականին աղտոտված է, որը արդեն կանցերոգեն լուրջ խնդիրներ է իր մեջ պարունակում եւ լուրջ այսպես մահացու հիվանդությունների հիմք է հանդիսանում, չափումներով վերջին այսպես բավականին մտահոգիչ ինդիկատորներ մենք ունենք, իսկ փոխհատուցումը տեսեք, ցանկացած պետական կառավարում, ոլորտային կառավարում ինքը համակարգված է, շղթայական է եւ հաստատ այլ համակարգերի կառավարման այսպես մեխանիզմներով մենք կարող ենք կոմպենսացնել այդ պետության լոկոմոտիվը միշտ եղել է վերջին տարիներին հատկապես եղել է շահույթ ստանալը հանքարդյունաբերությունը շարժիչ ուժ է եղել է հանքարդյունաբերությունը եւ մենք ունենք մի իրավիճակ գումար մտել է հենց այս ոլորտից մենք ունենք մի իրավիճակ երբ արդեն դարձյալ էգզիստենցիալ խնդիրների առաջ ենք կանգնած հետեւաբար այդ ամեն ինչը պետք է կոմպենսացվի պետք է նվազեցվի որպեսզի նաեւ մտածենք մեր առողջ հասարակության եւ առողջ ծերունդների մասին շատ լավ Տիկին Զորյան, եթե ամփոփենք, որն է ձեր եւ Հայ ազգային կոնգրեսի գլխավոր կոչը կամ ուղերձը այն քաղաքացիներին, ովքեր մի քանի օրից կանգնելու են քվեախցիկում եւ քվեաթերթիկի առջեւ։ Որպես Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ եւ падգամավորի տեխնացու ընտրողներին թե մեր ընտրողներին թե այն ընտրողներին որոնք դեռևս կողմնորոշված չեն եւ չգիտեն որ քաղաքական ուժին ընտրել ես միայն կոչ եմ անում մեկ մարդու նման պարտադիր գնալ ընտրության ընտրել իրենց խղճի եւ մտքի կամոք սակայն մտքում պարտադիր ունենալով այն որ Հայաստանը գտնվում է լուրջ էգզիստենցիալ խնդիրների առաջ լուրջ լրջագույն մարտահրավերների առաջ եւ այդ մարտահրավերներից ազատագրվելու եւ երկիրը նորմալ զարգացման հուն տեղափոխելու համար պետք է ունենանք ուղղակի պետականամետ պետական մտածողությամբ առաջնորդվող իշխանություն, որը որ գործող իշխանությունը չի։ Բոլորին կոչ եմ անում չնստել տանը, ապաթիայի մեջ չընկնել, չմտածել, որ իրենց ձայնից ոչինչ կախված չի, չհիասթափվել այս օխլոկրատիայի տարեր պարունակող քարոզարշավի բնույթից, եւ գնալ ուղղակի ընտրության իրականացնել քաղաքացիական պարտքը, որովհետեւ մեծ թվով մասնակցությունը կարող է շատ մեծ եղանակ փոխել այս երկրում ու ընտրությունները այդ եղանակը փոխելու կարևորագույն գործիքներից մեկն են։ Շնորհակալություն, որ այսօր մեր հյուրն եք, հաջողություն եմ մաղթում ընտրություններում։ Մենք զրուցում էինք Հայ ազգային կոնգրես կուսակցության նախընտրական ցուցակի 3-րդ համար քաղաքագետ Տաթև Զորյանի հետ։ Ցտեսություն։